Սիրելիներս, Աստվածորդն է բոլորիս, ուզում եմ մի միտք արտահայտել, որ այս վերջերս մտածում եմ սրա մասին ու շատ եմ մտածում։ Գիտեք, Աստվածաշունչը նկարագրում է մի պատմություն, երբ որ կանգնած էր փղշտացող Իսրայելի առաջ ու կար մեջը մի Գողիաթ անունով մի մարդ, որը որ նկարագրված է Աստվածաշունչի մեջ, ասում է նա հսկա էր, մեծ էր, ու նույնպես Աստվածաշունչը նկարագրում է նրա խարիզման, նրա համարձակությունը եւ նրա սուրը, որ նրա ձեռքերի մեջն էր։ Ու գրված է, որ ամբողջ Իսրայելը այսպես տագնապած, վախեցած, կարելի ասած, այսպես դեպրեսիայի մեջ էր, որովհետև չկար մեկը, որը որ կարող է դուրս գար, որը որ ուներ այս համարձակությունը Գողիաթի առաջ կանգնելու։ Ու գրված է, որ կար մի Դավիթ անունով մի պատանի։ Գիտեք, ինքը կարող է լիներ 15-16, ես չգիտեմ, 17 տարեկան։ Երբ որ եկավ բանակ, այսինքն Իսրայելի իր եղբայրներին տեսնելու, որովհետեւ իր հորը մի լուր տաներ, ու երբ որ եղբայրներին հարց տվեց, ասեց, «Էս ինչ է այստեղ կատարվում», միանգամից եղբայրները սկսեցին, ասեցին, «Մենք գիտենք քո չար սիրտը, ինչի ես եկել, թող գնա այստից բան»։ Ու այնքան գեղեցիկ է նկարագրված Աստվածաշնչի մեջ, որ ասում է, ուղղակի Դավիթը ասեց, լսեք, ուղղակի հարց էի տալիս էլի ձեզ։ Ասում է շրջվեց նրանց ու հարց տվեց մնացածին։ Ասեց, ինչ է այստեղ կատարվում։ Ու ասեցին, որ սպես պատմություն է, ու թագավորը խոստացել է, ով որ հաղթեց Գողիաթին, նա կդառնա նրա փեսան։ Ու գրված է, որ Դավիթը միանգամից բարձրացավ, այն զորությունը բարձրացավ նրա մեջ, ու ասեց, լսեք, ով է այս անթարփատ փղշտացին, որ կարողանա Աստծո ժողովրդին հալածել։ Ասեց, ես պատրաստ եմ։ Հետաքրքիր է, մի պատանու ծեր տվեցին ամբողջ ազգի ճակատագիրը, որովհետև եթե Դավիթը պարտվեր, ամբողջ Իսրայելը կդառնար նրա գերին։ Ու երբ որ նրան թագավորական այսենց հագուստը հագցրեցին զինվորական, որ դուրս գար, ասեց, ինձ դա անհարմար է։ Թողեք ես բարձրանամ իմ զենքերով։ Իր զենքերը 5 հատիկ քար էր եւ պարսատիկը։ Ու երբ որ դուրս եկավ ու Գողիաթի առաջ կանգնավ, գրված է, որ ասում է նա պարսատիկ այսենց պտտցնելով ուղարկեց այս քարը եւ կպավ Գողիաթի ճակատին եւ Գողիաթը տապալվեց։ Գիտեք, այստեղ ինչն է հետաքրքիր ու գեղեցիկ այս պատմության, որի մասին որ ես մտածում եմ։ Գիտեք, Դավիթը, երբ որ Գողիաթից ետ եկավ, ինքը եկավ վկայությունով, որովհետև Գողիաթի սուրը նա վերցրել էր, համ Գողիաթի վիզը կտրեց, համ այս սրով ինքը ետ վերադարձավ արդեն իր մոտ Իսրայելի։ Գիտեք, այս խոսքս ուզում եմ ուղղեմ այն մարդկանց, որոնք որ այսօր Գողիաթները չեն հաղթարել, բայց սովորացնում են ինչպես Գողիաթները հաղթարել։ Սիրելիներս, հաղթարիր քո Գողիաթին, որ քո խոսքդ ունենա կշիռ ու զորություն։ Գիտեք, Դավիթին Աստված, չնայած որ նա պատանի է։ Գիտեք, հետաքրքիր է, որ շատ անգամ մարդիկ մտածում են մեծանամ նոր էս հարցը լուծեմ։ Աստված օգտագործեց Դավիթին պատանի ժամանակը։ Դավիթը չմտածեց, այ երբ որ մեծանամ նոր էս հարցը կլուծեմ։ Գիտեք, այսօր շատերը մտածում են, ասում են, այսօր չէ էս Գողիաթի հարցը։ Թող մնա մի ամիս հետո կլուծեմ, թող մնա մի տարի հետո կլուծեմ։ Լե ժամանակը չէ, մնա մի փոքր զորանամ։ Լսես, սիրելիս, հաղթանակը Աստծուց է։ Եթե այսօր Գողիաթ կա քո առաջ կանգնած, ուղղակի քեզի պետք է Սուրբ Հոգու զորությունը, ու դու կարող ես հաղթես այս Գողիաթին։ Աստված չսպասեց Դավիթը մեծանար, նոր այս հաղթանակը տար։ Դավիթն է չսպասեց, մեծանամ, նոր գնամ այս Գողիաթին հաղթեմ։ Ոչ, Աստված կարող է քեզ օգտագործել այս տարիքիդ մեջ։ Աստված կարող է քեզ օգտագործել հենց այսօր ու այն զորությունը, որը որ դու ունես։ Սիրելիս, քանի դեռ չես հաղթարել քո Գողիաթին, մի սովորացրա ինչպես Գողիաթներ հաղթարել, որովհետև քո խոսքը կներես, բայց քամուց թեթև է։ Բայց երբ որ դու Գողիաթ ես հաղթարել, ու դու սովորացնում ես ինչպես Գողիաթ հաղթարել, քո խոսքը համեղված է զորությունով։ Լսողի մեջ նույնպես գալիս է զորություն ու օծություն, որովհետև դու Գողիաթ ես հաղթել։ Բայց քանի որ քո Գողիաթը դեռ կենտանի է ու գոռում է քեզ, սիրելիս, խնդրում եմ, մի ես Գողիաթին թող ուրիշներին սովորացրա ինչպես Գողիաթներ հաղթել։ Այսօր մեր Գողիաթները, Գողիաթիկները տարբեր են, ու մարդ կա, որ մի քանի Գողիաթ ունի այսօր։ Սիրելիս, այսօր մի կենտրոնացի ոչ մեկի վրա, Դավիթի պես, այսպես շրջվիր, էներգիա մի ծախսե ոչ մի բանի վրա, կենտրոնացի են Գողիաթիդ վրա, ուղղակի այն խոսքը,
որը որ քարի պես է, որը որ հավատքով ներծծված է, ուղարկիր այն Գողիաթի վրա ու դու կունենաս հաղթանակ, իրականում կունենաս հաղթանակ, որովհետև դա Աստվածը մեզ խոսք տալիս ու քո խոսքն է կլինի կշիռով, քո ծառայությունն է կլինի զորավոր եւ դու կլինես լսվելի, իրականում քո խոսքը կլինի լսելի, այսինքն երբ որ լսողը զորություն կառնի։ Աստված քեզ շատ օրհնի, սիրելիս, հաղթիր քո Գողիաթին։ Ամեն։